Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Տեսեք, շատ թեթև խոսեցիք Լևոն Քոչարյանի վերջին ելույթի մասին, գուցե վերջինը չէր, վերջին ամենահայտնի ելույթը, որոշ շրջան հարաբերական անդորից հետո իշխանությունը նորից սկսել է շատ սուր թիրախավորել ձեր քաղաքական թիմին եւ Լևոն Քոչարյանի այդ հայտնի ելույթին հետեւած իրադարձությունները դրա վառ օրինակն են ու գրեթե օր չի անցնում, որ ԿՊԱ-ականների եւ Հայաստան խմբակցության պատգամավորների միջև սուր բանապեճեր չլինեն, որոնք հասնում են ընդհանուր ձեռնամարտի ու հայհոյանքների։ Ինչպես է ընդհանուր առմամբ գնահատում այն, ինչ կատարվում է խորհրդարանում այսօր։ Միջև հերթական ընտրությունները մեկ տարի է մնացել, հնարավոր է արտահերքը չէ, հնարավոր է հավանականություն ես տեսնում եմ որոշակի եւ պարզ է, որ հիմա այդ քաղաքական մարտերը խորհրդարանում պիտի սրվի եւ իմ գնահատականով իսկ գալիք տարին այսպես է լինել։ Հիմա մարդիկ նաև ինչ որ նարատիվներով իշխանություն են ստացել եւ այսօր արդարացման ինչ չունեն։ Իսկապես ոչինչ չունեն։ Նույն հիմնադրամով անի 65 միլիոն ցնդելա մեղադրյալ չկա։ Հիմա կարող է ձևական բերեն մի երկու հոգու մեղադրանք առաջարկեն, հետո ասեն դե քանի որ համագործակցել է քնության հետ կարճ ազնիվ գործուն զղջացել են, հա, տերմինը իրենք են ընդունել այդպիսի բան չկար էլի։ Եթե չեմ սխալվում Ալեն Սիմոնյանի ինչ որ հարազատները գործուն զղջալով, sense լավ բան են ընդունել, ինչ ասես դրա տակ կարած դնես։ Չոր քաոսան նոխազ են գտնելու, վրեն ինչ որ մի բան կապեն, մեկ են կարան տանեն մի թեթև ինչ որ մի իբրև պատեշտան բան փողով նստելու ինչ որ ինստիտուտ էլ է այս ամեր մոտ կարծում եմ առաջանալու այդ կինոյի պես է որ ասում բանի ժամանակ նստել է Նիկոլայ Պերուի ժամանակ, հետո Նիկոլայ Երրորդի ժամանակ են Աստապ Բենդերին այդ ֆիլմերը կար չէ։ Հիմա սուրանինելու այդ պայքարը։ Մարդիկ գիտեն ինչ են իրենք արել եւ այդ գիտակցությունը ուղղակի բերում է այս ներվային դրսևորումների։ Իսկապես գիտեն ինչ է։ Չեմ կարծում որ այդ աստիճանի ապուշ չեն։ Եվ պատասխան տալու ժամանակը գալիս։ Եվ իհարկե աներու։ Ես ստեղ ավենտիաց ասած չեմ զարմանում։ Հիմա ստեղ մեկ հարց կա, նայեք։ Նաև խորհրդարանի ղեկավարությունը հիմնական սադրող այդպիսի դրսևորումների սադրող անձիկ է։ Ես որ նայում եմ, օրինակ Ալեն Սիմոնյանը ինք չի հասկացել, որ ինք խորհրդարանի խոսնակն է, այլ ոչ թե խորհրդարանի տնօրենն է։ Իսկապես չի հասկացել, որովհետև իրենք իրենց պահում են, որ այդ վերևը նստում են, իրենց թվում է, թե ինքը դիրեկտոր է։ Խորհրդարանի խոսնակի վարպետությունը նա է, որ ինքը կարողանա բոլոր քաղաքական միավորների հետ լեզու գտնել։ Ինքը այդ կոպիտ ասած այդ բլիժնի բոյի մեջ ինքը չպիտի մտնի։ Վերջը մենք քանի խոսնակ ենք ունեցել մեր խորհրդարանում, ով է իրեն այսպես պահել։ Ամեն մի ելույթից հետո ինչ որ մեկնաբանություններ են անում, մեդան են ընկնում, որովհետև ենթադրում են, որ Նիկոլ Փաշինյանը հետևում է եւ հանկարծ կարող է SMS ուղարկի, ասի այ ուսապարկ։ Գործը տարա, դու տեղ վերես ընկերն չի համար։ Հա, խնդրեմը սրա մեջ է, եթե խորհրդարանի այն բանի նստած վերև նստած մարդիկ իրենք հենց այդ ֆունկցիան պետք է կատարեն։ Պատասխանելու հարց կա, այո, падգամավորներից յուրաքանչյուրը կարա գնա ամբիոնին, պատասխանի ելույթ ունենա եւ այլն, բայց երբ որ խոսնակն է դառնում հիմնական սադրողը, սա խնդրեմ է, սա նշանակում է որ խորհրդարանը անընդհատ բախվելու է նման իրավիճակների հետ։ Դիրեկտոր չեք դուք, ու խոսնակ եք խորհրդարանի։ Հայ, չար։